Հավատքի բանկի գրքույկը, Չարլզ Սպերջեն, օր հունվարի 22։ Երանի նրան, որ հոգս է անում աղքատի համար, նեղության օրումը Տերը կփրկի նրան։ Սաղմոս 41-րդ գլուխ առաջին խոսք։ Աղքատների մասին մտածելը և նրանց մեր սրտերում պահելը քրիստոնյայի պարտականությունն է, քանի որ Տեր Հիսուսը նրանց դրեց մեր կողքին և մեզկից, երբ ասաց. «Աղքատներն ամեն ժամանակ ձեզ հետ են»։ Շատերը շտապելով գումար են տալիս աղքատներին առանց մտածելու, իսկ ավելի մեծ մասը ոչինչ չեն տալիս։ Այս թանկարժեք խոստումը պատկանում է նրանց, ովքեր հոգ են տանում աղքատների մասին, ովքեր մտածում են նրանց վիճակի մասին, ովքեր ծրագրեր են մշակում նրանց օգնելու համար և ովքեր մտածված կերպով իրականացնում են դրանք։ Մենք կարող ենք ավելին անել հոգատարությամբ, քան գումարով, և ամենից շատ երկուսի համադրությամբ։ Նրանց, ովքեր հոգ են տանում աղքատների մասին, Տերը խոստանում է իր սեփական հոգատարությունը իրենց կարիքի ժամին։ Նա կազատի մեզ նեղություններից, եթե մենք օգնենք ուրիշներին նրանց կարիքի մեջ։ Եթե Տերը տեսնի, որ մենք փորձում ենք օգնել ուրիշներին, ապա մենք էլ կստանանք շատ արտակարգ նախախնամական օգնություն իրենից։ Որքան էլ որ մենք առատաձեռն լինենք, դժվար ժամանակները կգան, բայց եթե մենք հոգատար լինենք, կարող ենք հատուկ փրկություն խնդրել և Տերը չի ժխտի իր խոսքն ու խոստումը։ Ժլատ տրտնջացողները կարող են իրենք իրենց օգնել, բայց ուշիմ և առատաձեռն հավատացյալներին Տերն է օգնում։ Ինչպես դուք եք եղել ուրիշի հանդեպ, այնպես էլ Տերը կվարվի ձեր հանդեպ։ Ուրեմն դատարկեք ձեր գրպանները հոժարությամբ։